Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում առաջարկվում են փոփոխություններ ապրանքների վերադարձի վերաբերյալ։ Այս փոփոխություններով նախատեսվում են գործարքի ճշգրտում թույլ տալ վերադարձի բոլոր դեպքերում։ Այժմ որոշ ապրանքների դեպքում դա հնարավոր չէ, օրինակ եթե ապրանքը առանց պիտանելիության ժամկետի է, այդպիսի դեպքերում վերադարձը ձևակերպվում է որպես հետվաճառք։ Սա ըստ Պետեկամուտների կոմիտեի նախագահի խեղաթյուրում է գործարքի իրական տրամաբանությունը։ Կփոխվի նաև ԱԱՀ-ի հաշվանցման կարգը նոր հաշիվ դուրս գրելիս։ Սխալ հաշիվը չեղարկելու դեպքում նոր հաշիվը չի առաջացնի տույժեր։ Պետեկամուտների կոմիտեի նախագահը նախագիծ ազգային ժողովում ներկայացնելիս պարզաբանել է, թե այս փոփոխությունների նպատակն է պարզեցնել գործընթացը եւ նվազեցնել հարկային ռիսկերը։ Ոստիկանությունը քաղաքացիներին զգուշացնում է խարդախների սպասվող հերթական վտանգի մասին։ Եթե ձեզ զանգահարեն եւ բջջային որևէ օպերատորի անունից առաջարկեն կապի որակի բարելավման նպատակով ծրագիր ներբեռնել բջջային հեռախոսի մեջ, չվստահեք։ Հանցագործներն այդ եղանակով փորձում են հասանելիություն ստանալ ձեր բանկային հաշիվներին, իսկ դրանից հետո նրանք կարող են հափշտակել ձեր ֆինանսական միջոցները, հայտնում են ներքին գործերի նախարարությունից։ Երևանում տեղի է ունեցել շղթայական խոշոր ավտովթար հերացու թունելից դեպի Խանջան տանող ճանապարհին։ Բախվել են Volkswagen, BYD, Lexus եւ Nissan մակնիշի մեքենաները։ Նախնական տվյալներով բարեբախտաբար ուժացներ չկան, տարածքը սահմանազատվել է բարեկների կողմից, վարորդները ենթարկվել են սթափության ստուգման։ Պարզվել է, որ Nissan-ի վարորդը եղել է խմած ծանր աստիճանի։ Նա զրկվել է վարելու իրավունքից 1 տարով։ Նախնական վարկածով վթարի պատճառը հանդիպակաց գոտի դուրս եկած Nissan-ն է։ Գեղարքունիքի մարզում Մարտունի քաղաքի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը։ Մարտի 24-ին տեղական ժամանակով 14:10-ին ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Մարտունու քաղաքից 8 կիլոմետր հարավ-արևելք գրանցել է օջախի 10 կիլոմետր խորությամբ 2.7 մագնիտուդով երկրաշարժ, ասված է հաղորդագրության մեջ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-ից 4 բալ։ Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում։ Երևանում հայտնաբերվել է մարտի 20-ին Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնից փախուստի դիմաց կինը։ Շամշյան-Քոմի տեղեկություններով 57-ամյա կինը փախուստի է դիմել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնի 9-րդ բաժանմունքից։ Ոստիկանները կնոջը հայտնաբերել են Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցում եւ նրան կրկին տեղափոխել հոգեկան առողջության կենտրոն։ Այս կինը մեղադրվում է գերեզմաններ պղծելու համար։ Տուբերկուլյոզը շարունակում է մնալ աշխարհի լուրջ առողջապահական խնդիր։ Մարտի 24-ը նշվում է որպես տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր։ Տարեկան ավելի քան 10 միլիոն մարդ հիվանդանում է, իսկ շուրջ 1 միլիոնը մահանում։ Վարակիչ հիվանդությունների ցանկում այն մահվան առաջատարներից է։ Հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային եղանակով եւ հիմնականում ազդում է թոքերի վրա։ Հայաստանում նկատվում է հիվանդացության նվազում, 2024-ին գրանցվել է 361 նոր դեպք, որոնց մեծ մասը թոքային է։ Տուբերկուլյոզի զարգացման ռիսկը վարակվածների մոտ 5-ից 10% է, կանխարգելման հիմքում վաղ հայտնաբերումը, բուժումն ու պատվաստումն են։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։